Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում է Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Գերագույն խորհրդի պատգամավոր հասարակական գործիչ Ազատ Արշակյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Արշակյան, միշտ որ ասում եմ Գերագույն խորհրդի պատգամավոր, ենթադրում եմ, որ պետք է ճիշտ կլինի, որ նշեմ 1999 թվականների պատգամավոր եք եղել։ Ողջունում եմ ձեզ։ Բարև ձեզ, եթե այդքան ասում եք, երկու անգամ ընտրվել եմ մաժորիտար, մեծամասնականով, առանց ցուցակի։ Դա պետք է ասել, դա ինչ է, որովհետև հիմա համամասնական է, որ հաճելի է։ Այո, այսինքն հենց ձեզ են ընտրել, անձամբ ձեզ։ Այո, պետական ծառայության մեջ եմ եղել, ծառայել եմ հայրենիքին եւ այլն, այսպես գլուխ գովալու համար ես ուզեցի։ Չէ, մենք այդ թեմային կանդրադառնանք երկրորդ մեր հարցազրույցի հատվածում, երբ որ կխոսենք ընտրությունների մասին։ Եվ կհասկանանք, թե հիմա ոնց է արվում այդ ընտրությունները եւ այդ երբ որ դուք ասում եք մաժորիտար, դա ինչ էր նշանակում։ Դրա մասին մենք խոսենք, բայց ուզում եմ սկսել մեր զրույցը Ալեն Սիմոնյանի Մոսկվա կատարած այցից։ Ինչու՞։ Որովհետեւ այսպիսի տպավորություն է, որ այդ այցի իմաստը նրանում էր, որ Հայաստան է գալու Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսը այդ Մոսկվա կատարած այցը նախորդեց Վենսի այցին։ Եթե ես չեմ սխալվում, օգոստոսի 8-ի անցած տարվա Վաշինգտոնյան այցից հետո էլ Մոսկվա այց եղավ, կարծեմ Փաշինյանն էր այց գնացել։ Այսինքն մենք տեսնում ենք բոլոր այդ շփումները Միացյալ Նահանգների հետ կամ նախորդվում են Մոսկվա այցով կամ հաջորդվում է Մոսկվա այցը։ Փորձենք հասկանալ ինչ էր այս այցի իմաստը հայտարարություններից։ Ես հենց ամփոփ տամ եւ արդեն խնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Որքան հասկացանք այնտեղ հայտարարություն եղավ եւ մինչեւ այցը եւ այցի ժամանակ թե Հայաստան դու ինչ որ ուրիշ ուղղությամբ եք նայում հայեր, դուք ձեզ հարց տվել եք, որ ուղղությամբ եք նայում, չլինի թե այլ ուղղությամբ նայեք։ Դրան ինչ պատասխանեց Ալեն Սիմոնյանը։ Եվ երկրորդը Ռուսաստանը, այսպես հպանցիկ ասաց, որ մենք քննարկում ենք, ուսումնասիրում ենք, թե ինչ մասնակցություն կարող է ունենալ Ռուսաստանը այդ Թրամփի ուղի նախագծում։ Ես այդքանը դուրս բերեցի։ Դուք ինչ նկատեցիք։ Ես էլ եմ դա նկատել, բայց ես մի քիչ հետ գնամ գալ նրանից, որ հայ-ռուսական հարաբերությունները երկրորդական են, առաջնային են, ավելի կարևոր են ռուս-ամերիկյան հարաբերությունները։ Ռուս-ամերիկյան հարաբերությունների մեջ կամ ամերիկա-ռուս կարևոր չի տեղերը, ինչ հաջորդականությամբ կասենք, այդ հարաբերությունների մեջ Հայաստանի նույնպես ինչ-որ տեղ է հատկացվում։ Մանավանդ, որ ամերիկացիները, այդպես ասենք, կարճ լինի, Ամերիկայի Միացյալ Նահանգները տեղավորվում են այս տարածաշրջանում եւ նրանք տեղավորվում են Ռուսաստանի բաժնում։ Ռուսաստանի բաժին են մտել, նրանք համաձայնեցնելով Ռուսաստանի հետ։ Հիմա մեզ նույնպես տեղյակ են պահում։ Ասում են, որ մենք գալիս ենք ու մենք էլ գնացինք Ռուսաստան։ Այսպես պետք է մենք նախորդ հանդիպումների ժամանակ էլ հիմա էլ գնում ենք, այսինքն այդ տեղափոխության, տիրափոխության, կուզեք այդպես ասեմ, տերերի փոփոխություն է, այս տարածաշրջանի տերերը փոխանակում են կատարում։ Տարածաշրջանի տերերը։ Տարածաշրջանի տերը, այսինքն դեռևս 1400 քանի թվականին Պորտուգալիան եւ Իսպանիան որոշեցին, որ աշխարհը բաժանվում է։ Հռոմի պապն էլ հաստատեց, կոչվում է սֆերա։ Ազդեցության գոտիների բաժանեցին, չիմանալով, որ մենք կանք, մեզ անտեսել էին։ Հիմա դա շարունակում է, այսինքն 400-500 տարի է, այդ աշխարհի բաժանման եւ ազդեցության գոտիների, պատասխանատվության գոտիների խնդիրը կա։ Հիմա Ռուսաստանը չի կարողանում ապահովել անհրաժեշտ չափով կայունություն եւ անվտանգություն այս տարածաշրջանում, ռեսուրսներ չունի եւ ընդհանրապես ծրագիր չունի։ Այստեղ նա չի կարող դա անել, հիմա հետ է գնում հավակնորդներ տարածաշրջանում տեր լինելու համար կան, օրինակ
այդ մահմեդական ֆունդամենտալիստները կամ ասենք Օսմանյան կայսրության կամ շահը շիաները ասենք տեր կա այստեղ կան ովքեր որ կուզենան լինել այս տարածաշրջանի պատասխանատուն հիմա Ռուսաստանը հեռացել է ամերիկացիներ եկել են եւ այդ ընդունման հանձնման ակտի մասին ենք մենք խոսում ընդունման հանձնման ակտ է տեղի ունենում հիմա կարևոր էր որ եթերում դա գնաց որ լավ որ մենք մեզ որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չեղյալ է համարվել մենք չէ Հայաստանը դա չեղյալ չի համարել մինչև հիմա մենք չենք հայտարարում որ չենք ճանաչում դա ուրեմն այդտեղ Լավրովն էր ասես դե մեզ այդտեղ բան արեք միջնորդեք մենք որպես միջնորդ մեզ դիմեց Ռուսաստանը, որ Ամերիկային խնդրենք, որ նախկին տիրոջը մի բան թողեք այստեղից, ինչ որ մասնակցություն։ Ես այդպես հասկացա այս հանդիպումը ու ընդհանրապես միշտ Վլադիմիր Վլադիմիրիչ բան այդ որ գնում էին, խոնարհվում էին մերոնք ադաբրյամս, ինչ որ ասում են, այո, հիմա գնացին մերոնք ավելի ինքնավստահ էր Ալեն Սիմոնյան ինքնավստահ այնտեղ այդ լրագրողը որ հանդիմանելով հարցեր տվեց այդ ինչեր եք անում ոնց եք անում ասես դա ձեր գործը չի մենք ոչ ձերն ենք ոչ էլ նրանցն ենք մենք Հայաստանի շահերն ենք սպասարկում այսօրվա իշխանությունը Ալեն Սիմոնյանը դա ասեց մի խանդեք եթե խանդում եք դուք ձեզ նայեք մենք ես Հայաստանի իշխանությունն եմ ներկայացնում ու ես Հայաստանի շահերն եմ պաշտպանում դա հետաքրքիր էր դա բացառիկ բան էր ես մտածում եմ որ ըստ երևույթին եթե հետ գնանք 100 տարի առաջ Լևոն Շանթը մի անգամ գնացել էր Մոսկվա մոտարապես այդպես է խոսել այն սովնարկոմների հետ որ Հայաստանի Հանրապետությունը սուվերեն պետություն է եւ ունի իր շահերը այն ժամանակ էլ Ամերիկան Վուդրո Վիլսոնը ծրագրեր ուներ այստեղ Այսինքն կարելի ասել, որ ըստ ձեզ ստացվում է, որ Հայաստանի դերն է այժմ փոխվել։ Եթե մենք խոսում էինք, եւ ես էլ հիշեցրեցի եւ Վաշինգտոնյան հանդիպումից հետո Մոսկվա եւ դրան նախորդող շատ այդպիսի հանդիպումներից, շփումներից հետո Մոսկվա է միշտ եղել կամ հեռախոսազրույց է եղել, զեկուցողի, հանձնարարություններ ստացողի դերից Հայաստանի դերը փոխվել է եւ Հայաստանը արդեն առանձին խաղացողի դերում է միջնորդի դերում է եթե դուք ասում եք Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը այժմ Հայաստանի միջոցով են երկխոսում թե նույն այդ Թրամփի ուղու հետ կապված երբ որ Ռուսաստանը ասում է քննարկում ենք նա միշտ Հայաստանինն է դիմում որ ասում է մենք քննարկում ենք թե ոնց կարող ենք Թրիփի այդ նախագծի մաս լինել կամ չգիտեմ մասնակցել այսինքն դերակատարում է արդեն ստանձնել Հայաստանը այլ դերակատարում նախկինից տարբերվող որպես սուբյեկտ տեսեք դուք էլ հիշեցրեցիք Ալեն Սիմոնյանը այո նա ընդգծեց ասեց մենք առանձին պետություն ենք եւ ունենք մեր հնարավոր իրավունքը կառուցելու մեր հարաբերությունները այս կամ այլ երկրի հետ դերն է փոխվել Հայաստանի թե դա մենք մեզ պարզապես այսպես գեղեցիկ պատկերացրեցինք որ լավ կլիներ որ դերը փոխված լիներ դերը ակնհայտորեն փոխվել կարգավիճակն է փոխվել Հայաստանի այդ մրցակցությունը միշտ բոլոր դեպքերում մրցակցությունը բարձրացնում է օբյեկտի դերը ինքնագնահատականն էլ է բարձրացել այսօրվա մեր իշխանության ինքնագնահատականը ավելի բարձր է ուրեմն հենց դրա մասն էր բայց այցելությունը նաև որոշ իմաստով բան ուներ կարևորություն ուներ որ գնացել էինք մխիթարելու համար այդ այլ հետաքրքիր ոչ թե զեկուցելու եւ հանձնարարականներ ստանալու գնացել էինք մխիթարելու այդ հետաքրքիր էր դա եւ նրանք էլ մխիթարվում էին այնպես գնացել շոյում էր էլ Ալեն Սիմոնյանը ասում էր ոչինչ դա հիմա բան արեք էլ ուրիշ տեղերում դու գործերուն եք զբաղվեք ձեր գործերով բայց իմացեք որ մենք ձեզ դեմ չենք ճիշտ է գնում ենք մեզ տարան առևանգեցին
Բայց մենք լավ ենք հիշել, ռուսները ունեն, չի ասեն, լավ հիշողություններով են գնում ձեզանից, կարծում եմ, որ իսկապես դերը փոխվել է Հայաստանի սուբյեկտիվություն, դեռևս 1996 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը իր մի ելույթներից ասեց, որ Հայաստանը այսուհետև ոչ թե օբյեկտ է տարածաշրջանում, այլ սուբյեկտ է։ Բայց չդարձավ, չէ։ Ոչ միայն չդարձավ, Լևոն Տեր-Պետրոսյանին ստիպեցին, որ հեռանա իշխանությունից, որտեղ համաձայն չէին, որ Հայաստանը լինի սուբյեկտ, այդ խաղացողները, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը համաձայնության չեկան։ Իսկ հիմա կարծես թե համաձայնությունը կա։ 99-ին էլ էր սուբյեկտի խնդիր։ 96-ին։ Իսկ 99-ի այդ ողբերգությունը եւս դրանից էր, որ Հայաստանը փորձեց ցույց տալ, որ ինքը իրավունք ունի որոշում կայացնելու եւ ասելու ոչ։ Հայաստանին պատժեցին եւ հետ մաղեցին, այսինքն այն կարգավիճակը, որ մենք ձեռք էինք բերել, անկախությունը, ժողովրդավարությունը եւ ազատագրված Արցախը 96 թվականին Հայաստանը, եթե մենք գույքագրում կատարենք, Հայաստանի Հանրապետությունը ազատագրված երկիր էր, ժողովրդավարական երկիր էր եւ նվաճող երկիր էր, դա մենք շատ ինքնավստահ էինք ու համաձայն չէին կողմերը, որ մենք խաղացող դառնանք այստեղ որոշումներ կայացնող պետություն լինենք, դրա համար էլ հոկտեմբերի 27 եղավ իշխանափոխության այդ մակարդակը, այսինքն գավառականացում, որտեղ մեր մոտ պարտկոմներ շատ կային, ռայկոմի քարտուղարներ ունեինք, ՑԿ-ի բանիմաց adekvat, համարժեք, մենք ունեինք սովետական նոմենկլատուրայի Վլադիմիր Մովսիսյանից սկսենք, Կարեն Սերոպիչից սկսենք, Դեմիրճյան, տեսեք ով ունենք, հանկարծ գնացինք կոլխոզի պարտկոմին Ալիևի, բերեցինք Հայաստան ու գավառականացավ Հայաստանը, գրեհկացած կառավարման համակարգով, գրեհ, որովհետև դրանից մի քանի տարի առաջ Ալիևին սովետական միությունը դատապարտում էր որպես կոռուպցիայի ասիականության նմուշ։ Դուք համար մեկ դա պարտադրված քայլ էր։ Այո, մեզ հետ մղեցին բերելով այդ պարտկոմներին, կոմսոմոլներին, գավառական, իդեպ եթե մենք պետք է խոսենք այսօրվա մասին, ես ասեմ, որ հետաքրքիր է, որ կարգանվում է 99 թիվը, 98 թիվը, պատկերացնում եք, որ Ռուսաստանի շահերը ներկայացնող քաղաքական հավակնորդները տոքսիկ են, գավառական են, այսինքն դրանցից որին ուզում եք վերցեք, իրենց կենցաղով, իրենց մշակույթով, իրենց նկարագրով, իրենց անցյալով, իրենց ծրագրերով, անուն ազգանունով կարելի ասել, պատկերացեք Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, պատկերացում եք առաջարկում է, նորից պրովինցիալիզմ, ասում եմ, որ իրանք էլ հասկանան։ Այդ դուք ասում եք ում եք առաջարկում, ով է այդ ում եկը, ով է իրենք առաջարկողը, որ իրենք ներկայացնում են Ռուսաստանի շահերը։ Այսինքն Ռուսաստանն է ներկայացնում։ Ես դες ասեմ տարօրինակ բան է, ռուսները նրանց խոտանել են, որովհետև դեռևս 10 տարի առաջ ակնհայտորեն Հանրապետական կուսակցությունը եւ իր դաշնակիցները, այսինքն ռուսական, պրոռուսական իշխանությունը իր վարկագծով վարկաբեկում էր նաեւ Ռուսաստանը։ Այսինքն մենք ասում ենք սրանք են ձեր դրածոները։ Մարդիկ հայտարարում չասում են մենք ռուս ենք, մենք Ռուսաստանի շահերն ենք ներկայացնում, ասում ենք դուք գալիս եք Հայաստանը կողոպտելու, բայց գույք պարտքի դիմացը, բայց սեպտեմբերի 3-13 թվականի դրանք ինչ ակցիաներ էին, իհարկե այդպես չէր կարելի անել, նույնիսկ ռուսամետ լինելով, ռուսական շահերը ներկայացնելով, դա հարկավոր էր անել բոնտոն, ձևեր կային, չէ, բանակցություններ, քննարկումներ, համոզել, գայթակղել, բայց վերկացան, վերեցին, ասեցին, դուք այլևս լավ կյանքի հույս չունենաք, գնալու եք հավասարվեք Տաջիկստանին եւ Բելոռուսին, ձեր ամեն ինչով, այսինքն
այդ սարքեցին, ես ասում եմ, գավառամտությունը նաև հնարամտության տար ունի, գիտեք չէ, պրովինցիալները, այդ կոլխոզնիկները թերակշռող, ես այդ ժամանակ առևտուր արել եմ կոլխոզ շուկայից, են որ թերակշռում ու աչկերի տանայում էլի, փչացած ապրանքը դնում է, այդպես բան արեցին ռուսներին նրանք վարկաբեկեցին իրենց վարկագծով, այդ թալանով, իրենց գրեհկությունով, իրենց ընտանիքներով, այդ ամեն ինչով պատկերացնում եք, ռուսները դրա համար, մենք Ռուսաստանին մեկ պատկերացնում ենք, բանել վալինկաներով, բաներով, հա։ Լավ, նորից հետ գանք Ալեն Սիմոնյանի Մոսկվայի այց, Վենսի այցից առաջ, դուք փաստորեն ասում եք, որ այստեղ Ռուսաստանը Հայաստանի հետ փորձում էր կամ քննարկեր կամ համոզեր Հայաստանին, որպեսզի կասեցնել հայ-ամերիկյան հարաբերությունների խորացում երևի թե Ռուսաստանը չէր կարող, պարզապես փորձեց մասնակից լինել, հա? Մխիթարական էր։ Մասնակից լինել այդ ծրագրերից որևիցե մեկում։ Ոչ մեկում, դա եթե Հայաստանի հետ նա չպետք է դա քննարկեր։ Նա պետք է դա քննարկի Ամերիկայի հետ, Ամերիկան համաձայն է փայատեր վերցնել Ռուսաստանին որևէ ծրագրում։ Այդ դեպքում ինչու ոչ Թրամփի հետ, չէ՞ որ Պուտինը Թրամփի հետ քննարկում։ լավ էլ քննարկում են ու դա է արդյունքը, որ նոյեմբերի 9-ը Պուտինի ջնջեցին, Թրամփի օգոստոսի 8-ը բերեցին, վերջ, այնտեղ որոշվել է։ Հիմա դա էր ամբողջ խոսքը, այդ կերկերուն ձայնով Լավրովը իր այդ բարիտոնը պետք է հնչեր, չէ, գորգռալով, խրխնջալով, չգիտեմ ոնց, բայց ինքը ասում է, գիտեք, մրթմրթալով մխիթարական բաներ եք, մենք գնացել ասել ենք ոչինչ դե լավ բան մի արեք, սրտներիդ մոտ մի ընդունեք, ես կարծում եմ, որ մենք այնտեղ միայն բարոյահոգեբանական վիճակ կար ու Ալեն Սիմոնյանն այնց բան արեց, էլի ասեց դե բան մի արեք, մի խցկվեք, բայց եւ նաեւ չէ, բայց նաեւ բան արեց, պետական ասեց, ես ORT, չգիտեմ, ես առաջի կանալն եմ, բան ասեց, դե բան մի արա, ես ձեր հետ համաձայն չեմ, առաջի նախադասությունը Ալեն Սիմոնյան, գիտեք, ասեց, ձեր հետ համաձայն չեմ կիսում ձեր կարծիքը, համաձայն չեմ ասեց, այսինքն Ռուսաստանին ասեց, եթե դուք ուրիշ ծրագրեր ունեք, ես համաձայն չեմ, ես համաձայն եմ այն ծրագրին, որ դուք պայմանավորվել եք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Մի քիչ երևի լավ չստացվեց իմ ասածը։ Չէ, ես պարզապես հիշեցի մեկ այլ ձևակերպում Ալեն Սիմոնյանից, հենց այդ հարցինի պատասխանի, որ ասեց ես համաձայն չեմ, խոսքը գնում էր քաղաքական հետապնդումների մասին, կարծեմ, եթե դուք դա նկատի ունեիք, եւ Ալեն Սիմոնյանը ասեց, դե մենք օրենքով ենք գործում, օրենքի սահմաններում ենք գործում, եւ ասեց կան քրեական հանցագործություններ եւ բարոյական մորալնի այո, հիմա եկեք փորձենք հասկանալ, խնդրում եմ, եթե կարելի է բացեք, հա դա ինչ է նշանակում, կա քրեական հանցագործություն եւ բարոյական հանցագործություն, եւ Հայաստանում դա քրեորեն պատժվող կետ կա քրեական օրենսգրքում այդպես ռուսական մամուլում Ռուսաստանում կա ռուսական մամուլում տիրաժի է ենթարկում, որ ռազմական հեղաշրջման մենք մեղադրում ենք որոշ հոգևորականների, որոնք կոչ են արել բանակին ռազմական հեղաշրջում կատարել, իշխանափոխությունը անել զենքի ուժով։ Ռուսները օրինակ RBK-ն այդպես է ասում։ Իզովիսմայ գազետաբան, ես դրանց հետևում եմ։ Նրանք ասում են, որ մեղադրում են դրանում։ Մեղադրում են հոգևորականներին, որոնք կոչ են արել իշխանափոխություն անել բանակին կոչ են արել իշխանափոխությունը կազմակերպել։ Դե դա քրեական հետապնդում է։ Դա մաքուր քրեական է։ Ես բարոյականն եմ, ինձ հետաքրքիր է բարոյականը ինչ նկատի ուներ Ալեն Սիմոնյանը։ Բարոյականը, որ հոգևորականները խախտել են իրենց ընդունած, այ կրոնական կազմակերպությունում ընդունված վարքականոնը։ Դա զանցանք կարող է հանցագործություն։ Դա բարոյականն է։ Դա բարոյականն է։ Մարդիկ որ պետք է աղոթեն, աղոթել չգիտեն։ Այսինքն մենք որպես հավատացյալ ես ձեզ ասեմ, մենք վստահում ենք նրանց, ծեսն ենք վստահում, նրանք ծեսն են խախտում։ Համազգեստն են նրանք խախտում, այ համազգեստի պատիվն են գցել, համազգեստի պատվի խնդիր կար, մունդիր։
մունդիրի պատիվն են գցել, իրենց վարքով, իրենց բարքով, դա քրեական գործ չի։ Գիտեք, որ նրանք ինչ-որ խախտում, զանցանք, դուք ասացիք, չէ, զանցանք, թերացումներ, թուլություններ, չէ, գայթակղություններ, դա հենց բարոյական բան է, դա քրեական գործ չի։ Ես հիմա չեմ ուզում տիրաժի, ինքն էլ ասես դաստիարակությունս թույլ չի տալիս։ Իմիջիայլոց դրանով ասես դուք ան դաստիարակ եք։ Հենց որ մարդն ասում, որ գիտեք իմ դաստիարակությունը թույլ չի տալիս ձեր հարցերին չեմ կարող պատասխանել։ Դուք ան դաստիարակ եք, ես դաստիարակված եմ։ Լավ է, մի խոսքով Ալենը որպես բան լեզվակռվի։ Պատրաստված էր այդ հարցը, նա գիտեր, որ այդ հարցը տրվելու է։ Մարզվել էր, ամեն օր դա են անում, այդ մեր ազգային ժողովում ուրիշ բանով զբաղված չեն։ Դա ճիշտ է։ Ցավոք սրտի։ Ցավոք սրտի, այո, բազմաթիվ դրվագներ կան, մենք գիտենք այդ Խաչամփուրի բանից սկսած, որ բարեվարկության կանոնները մեր հոգևորականներից ոմանք, ինքն էլ դա ասեց, ոմանք ակնհայտորեն խախտում են։ Դա քրեականություն չի, բան չի, բայց առավելությունը, կարևորությունը հայ առաքելական սուրբ եկեղեցու է, որ դա պետք է ամբասիր լինի, օրինակելի լինի։ Մենք նրանց գաղտնիքներ ենք վստահում, մկրտվում ենք նրանց մոտ։ Մենք գնում ենք, մեր սիրտը բաց ենք անում նրանց կազմակերպած միջոցառման ժամանակ ասում դիմում ենք, գնում ենք, տաճարում ենք, չէ։ Մեր տանն էլ մենք նստած ասում ենք Տեր Աստված, ես քեզ հավատում եմ, երկար բանակ չբացատրեմ, ինչը բարոյական կանոնների խախտում կարելի էր, բայց հանցագործություններ ինձ հետաքրքիր, ինչու նա հանցագործություն բառը որտեղ հանցագործ մարդու դատված է, դատավճիռ կա դրա վերաբերյալ, դրանից բացի զանցանք չի քաղաքականությունով զբաղվելը, կրոնական կազմակերպության կանոնադրության մեջ գրված է քաղաքականությունով չենք զբաղվում, քաղաքականություն չենք, դա մեկ խախտում, երկրորդը օրենքն է խախտվել Հայաստանի Հանրապետության կրոնական կազմակերպությունների իրավունքների մասին օրենքը, իմիջիայլոց բավական պարզ լեզվով է գրած, օրենքը շատ պարզ գրված է, որ չի կարող կրոնական կազմակերպությունը, հասարակական կազմակերպությունը չի կարող քաղաքականությունով զբաղվել, դրա համար կա քաղաքական կազմակերպություն, վերագրանցվեք, դարձեք քաղաքական կազմակերպությունով, քաղաքական հայտ ներկայացրեք, որ վարչապետի թեկնածու ներկայացող կրոնականն ու դա չի դատապարտվում կրոնական կազմակերպությունը, այ քրեականությունը որտեղ է, որ աջակցում է զինվորական հեղաշրջման կամ այնտեղ զանգվածային անկարգություններ հրահրելը, եթե կա անկարգություն ինքնաբուխ, ասում ենք անկարգություն է եղել ըստ արժանի թող գնահատեն համապատասխան կազմակերպ, բայց երբ որ մարդիկ դա կազմակերպում են կրոնական կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյան կազմակերպում է դա ու կրոնական կազմակերպությունը դա չի դատապարտում, աջակցում է։ Ես կարծում եմ, որ հենց հիմա մենք խոսում ենք այնտեղ էլ երևի, եթե Ալեն Սիմոնյանը խոսեր, պետք է ասեր, որ մեր արդարադատության նախարարությունը եւ դատախազությունը անգործության են մատնված, չեն գործում, որտեղ դատախազությունը Հայաստանի Հանրապետությունում կա։ Փերի ունենք մենք այնտեղ ֆեմիդա են ասում նրան, չէ։ Նա ուրեմն մեր մոտ Ալեն Սիմոնյանը չուզեցավ ասի, որ մեր արդարադատության նախարարությունը չի աշխատում։ Նրանք չգիտեմ ինչով են զբաղված, սահմանադրությունը չեն, նախագիծը չեն ներկայացրել եւ ակնհայտորեն օրենքը խախտող հասարակական կազմակերպությունը, կրոնական կազմակերպությունը լիցենզիայից չի զրկվում։ Բայց պարոն Աշակյան, այդ հարցերը նա չպետք է քննարկի այլ երկրում, այլ երկրի լրագրողին ի պատասխան։ Դա այնուամենայնիվ մեր խնդիրներն են եւ ներքին բաց թողումներն ու ես այստեղ ասեցի այնտեղ եթե լինեի ես ավելի կարճ կպատասխանեի Ալեն Սիմոնյանի համար ես ավելի կոպիտ բայց դե որ խնդիրներ մենք ունենք եւ կուտակված խնդիրներ ունենք եւ այդ ոլորտում այդ ասպարեզում եւ այլ դա եւ կուտակում ենք որովհետեւ չենք մաքրում այո ես հիմա մենք հիմա հանցագործության մասին հայտարարություն ենք անում ասում ենք որ կրոնական կազմակերպությունն
խախտում է օրենքը եւ իր կանոնադրությունը։ Երկու բան է խախտում։ Իր կանոնադրությունն է խախտում եւ խախտում է Հայաստանի Մեխանիզմ, դուք ունեք մեխանիզմ, Իհարկե, որն է։ գրանցումը հետ կանչել։ Հետ կանչել վերջ նորից վերագրանցել։ Մանավանդ այլընտրանքային հոգևորականներ կան, որոնք բարեփոխումների կողմնակից են, նրանց է գրանցում, ինչ եք դարձել համաշխարհային պրոբլեմ, ով Հայաստանին ուզում է հանդիմանել, դասում է իս ձեր մոտ Անժելա Դեվիսին, ինչ Անժելա Դեվիս, ձեր ինչ գործն է, դուք կհիշեք Անժելա Դեվիսին։ Իհարկե, մազերն եմ հիշում։ Ասում է, ձեր մոտ նեգրերին են Ազատություն լինչում, Անժելա Դեվիսին։ ձեր մոտ էլ նեգրերին են լինչում։ Ազատություն Անժելա Դեվիսին։ Դեվիսին, հիմա էլ ազատություն այս Դեվիսներին մեր ուզում ասել պետք չէ արտադրության նախարարությունը օրենքով սահմանված կարգով լիցենզիան հետ է վերցնում, թող գրանցվեն որպես քաղաքական կազմակերպություն, վերջ եկեղեցին դա մենք ենք, Հայաստանի Հանրապետությունում կա մի օրենք, կա մի իշխանություն, ժողովրդի իշխանությունն է, ժողովուրդը ընտրել է, այդ իշխանությանը ընտրել է, նրանք են որոշում կայացնողը, այլ իշխանություն, այլ որոշում կայացնող մարմին պետական, պետության մասին չի կարող լինել, դա հակապետական ակցիա է, հարկավոր է փակել, այդ դեպքում քրեականներն էլ կարող է որոշում կայացնեն, միանակ իմիջիալը շատերը հայտնվել են բերդում, նրանք նեղել հիմա որոշում, քսիվակ ուղարկեն այսպես արեք կամ այնպես արեք, ես կարծում եմ, որ արդարադատության նախարարությունը անգործության է մատնված, պետք է հետ կանչի լիցենզիան ու գրանցի, նորը գրանցի, հենց նույն օրը այ հետ, որ հետ են կանչում, մեկը չեղյալ են համարում, մյուսը եղյալ։ Բա ընտրությունների պահը։ Ու ինչ ընտրություն։ Դա Որտեղ է ընտրություն։ Ստալինի գրած օրենքով ընտրություն են արել, հիմա ուրեմն արմատից է պետք, որպեսզի արմատին հասնենք, հարկավոր է նախ տերևն ու ցողունը հիմա մշակենք։ Տերևն ու ցողունը հետ կանչեք, հոգևորականներ կան, պետությունը նախ մենք պետաիրավական հանձնաժողով ունենք, չէ, արդարադատության նախարարություն։ Ունեք դուք ծրագիր բարեփոխված, բա ինչով եք զբաղված 8 տարի։ 8 տարի է, չէ։ Բարեփոխումները կրոնական կազմակերպությունների մասին օրենք մշակեիք, Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր կազմակերպությունները ապօրինի չպետք է լինեն։ Այդտեղից սկսենք, օրենք է պետք, փոփոխություն օրենքում կամ օրենք նոր, բայց զբաղված եք ինչով եք զբաղված։ Եղածը բավարար է, չէ իմ հարցը։ Տիկին պարքեվա վճարը ինչի համար եք ստացել, լավ աշխատելու, չէ։ Հավատարիմ լինելու։ Հավատարմության համար ուրիշ բան են տալի, կամ խաշուտելու։ Օրինակ եմ ասում։ Չէ, ես ասում Սահմանադրություն չկա, բայց կուսակցությունների մասին օրենքը ինչ վիճակում է, հիմա ովքեր են գնալու։ Բերդում նստած մարդը ընտրարշավի է դուրս եկել։ Ոնց կարող է գրանցվել։ Քրեական ենթամշակույթ կրող մարդ, Բերդում նստած մարդը քաղաքական լիդեր է։ Քաղաքականություն է որոշում։ Դա ինչ օրենք է։ Դա ինչ օրենք է, կուսակցությունների մասին օրենքը, ընտրությունների մասին օրենքը թույլ է տալիս, որ մարդը քսիվա ուղարկի։ Քսիվան գիտեք, չէ։ Եբրայերեն նամակ, թղթիկ է ուղարկում, զապիսկա է ուղարկում, որ սենց արեք, գյադեք դեսնացեք, գյադեք դեննացեք։ Բերդից մարդը ղեկավարում է երկիրը, կուսակցությունների մասին օրենքը, ոնց է թույլ տալիս, մանդատային հանձնաժողով պետք է լիներ երևի, բարձրագույն կրթություն չունես, ուրեմն չես կարող երկիրը ղեկավարել, բանակում չես արել, դու չես կարող գուբերնատոր լինել, եթե դու բանակում չես արել պատերազմի արտակարգ իրավիճակներ, դու դառնում ես հրամանատար, դու զենքից վախենում ես, չէ, կամ դու անառողջ ես։ Հիմա ասում են, ես անառողջության պատճառով բանակում չեմ ծառայել, բայց ոնց ես հիմա Երևան քաղաքը դու միլիոնանոց քաղաքի շտաբի պետն ես դու, ոնց ես ղեկավարելու Երևան քաղաքը։ Ասում եմ, գրեք, որ չի կարող լինել։ Թող ուրիշ բանով զբաղվի, լավ բանով թող զբաղվի, հաճելի բանի համար գտնի։ Ես արդարադատության նախարարությունը, պետաիրավական հանձնաժողովը, էլ ինչեր որ կան, դրանց ընտրությունների ժամանակ ես դա ասելու եմ։ Դրանք գալու են,
Ոստելին այգ հրավիրեք, ինձանց հետ հրավիրեք, ասեմ, ինչով է զբաղված ընտրությունների մասին օրենքով ոնց կարող է մարդը փանտից մասնակցել ընտրություններին Հայաստանը դուք ինչ եք սխոտկա է տեցի կրուգում էլ բանը այդ արկղներ դրեք տեցի կրուգում կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեցի կրուգում նստի բեսեդկա սարքեք մի հատ թող ընդեղ նստեն ուրեմն կրոնական կազմակերպությունների մասին օրենքը կրոնական կազմակերպություն պետք է վերագրանցվի կամ մենք իզուր ենք բանը ընկել ինչ որ մեկի բաղերը կրոնական կազմակերպություն Հայաստանում գրանցվել է կանոնադրությունով այդ կանոնադրությունը կա այդ կանոնադրությունն է խախտվել չեղել եք համարում այն 10 հոգուն կամ մի հոգի կարող է գալ չէ եպիսկոպոս arczepiskopos դրանց մենք գրանցում ենք հայ առաքելական սուրբ եկեղեցին Հայաստանի Հանրապետությունում այս կանոնադրությունով է ղեկավարում եւ ըստ Հայաստանի Հանրապետությունում ընդունված օրենքների դուք Ռուսաստանում, Տաջիկստանում խախտում են Ռուսաստանում օրենքները մերոնք հայ առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցին Ռուսաստանում օրենքները խախտում է հեղաշրջում է առաջարկում անել այդ բանակին Լուգանսկից ու Դոնեցկից հետ է կանչում Կրեմլը գրավեն այն երզասը տենց հայտարարություն կարա անի սա եկեք գրավեք Կրեմլը մանավանդ ինչ կա հրետանին բաներով կխփեք պատերը չեն դիմանա դե թող կանչի տեսնեն քանի վարքան կտևի նավիճոկա ինչա դրանից քսեն քիթու մրթին կհանգցնեն դրա համար ասում Հայաստանի Հանրապետությունը պետությունն է հարկավոր է հարգել Հայաստանի Հանրապետության օրենքները եւ պետությունը անհարգալից վերաբերմունք է կրոնական կազմակերպությունը պետության նկատմամբ անհարգալից ակնհայտ վերաբերմունք է դրսևորում ես որպես այս պետությանը հավատարիմ ասում եմ որ փակեք այդ կազմակերպությունը մենք կգտնենք որտեղ աղոթենք ու կան մարդիկ որ մեզ կօգնեն այդ հարցում Պարոն Աշակյան, երկու տարբերակ կա, որպեսզի ավարտենք այս առաջին հատվածը, կամ օրենքներն են անկատար, կամ չկան այդ օրենքները, կամ անկատար են, կամ այդ օրենքները չենք ճանաչում եւ չենք կարողանում իրագործել։ Ինչպես են ասում, այո, այդ օրենքների իրագործում։ Կամ օրենքներն են անկատար, համ կատարողներն են անկատար։ Գումարվեցին էլի, համ ես ասում եմ արդարադատության նախարարությունը լավը չի Համ էլ օրենքը լավը չի։ Հիմա ինչ ենք, ինչ ես առաջարկում։ Ասում եմ փոխեք երկուսն էլ։ Արտահերտ նիստ հրավիրեք պարլամենտում։ Գիտեք ինչ, շատ հետաքրքիր է 18 թվականին, որ Փաշինյանը եկավ, նա ասեց, սա ենք փոխելու, նա ենք փոխելու, այ երևի ես պետք է հարցում անեմ կամ ուսումնասիրություն անենք, որ օրենքներն են փոխվել, ինչ օրենքներում ինչ փոփոխություն է տեղի ունեցել առ այսօր, որոնք խանգարում էին Սերժ Սարգսյանին լավ կառավարել երկիրը եւ հիմա Նիկոլ Փաշինյանը եկավ եւ այս օրենքը փոխեց, այս օրենքը կատարելագործեց եւ հիմա այդ հարցում, այդ ոլորտում այդ հարցերը լուծվել են։ Եթե հեղափոխություն են ասում, հեղափոխությունը գոնե օրենքներում էլ մենք պետք է տեսնեինք, ճիշտ է։ Շնորհակալ եմ այս հատվածի համար, մենք խոսելու ենք հաջորդ հատվածում Տաքացել է, թողեք մի քիչ էլ խոսեի։ Ես ճիշտ ասած, երբ որ դուք խոսում եք, ես մտածեցի, որ այս թեման երևի թե բանավեճի թեմա է ավելի շուտ, որովհետև իմ վարելը թույլ չի տալիս, որպեսզի ես հակադարձեմ կամ ինչ-որ իմ դիտարկումները ներկայացնեմ, բայց լավ կլիներ, որ հակառակ կողմ լիներ, չեք գա։ Ես չեմ գալ, բժշկի թուղթ ունեմ։ Ես խնայում եմ ձեզ, գիտեմ։ Կատակ ենք անում, իհարկե, գովազդը եթերում սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։
Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15,000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Ազատ Արշակյանի հետ, հասարակական գործիչ պարոն Արշակյան։ Այժմ առաջարկում եմ դիտարկենք այս գալիք ընտրությունները, բան չմնաց։ Մարտ, ապրիլ, մայիս Հունիսի 7-ը արդեն 3 հայտարարվեց, որ ժամկետը հենց ամսաթիվը հունիսն է, 7-ն է եւ 3 ամիս մնաց։ Ձեր տպավորությունները այս նախընտրական շրջանից եւ ես մի այսպիսի դիտարկում անեմ եւ հետո չխանգարեմ ձեզ։ Արդյոք համաձայն եք, որ 99 թվականի այդ ողբերգությունը տեղի ունեցավ 96 մենք ունեցանք 96-ին ընտրություններ, մենք հիշում ենք այդ ընտրությունները, դուք հիշում եք այդ ընտրությունները, Լևոն Տեր-Պետրոսյան, այո, Լևոն Տեր-Պետրոսյանն էր եւ Վազգեն Մանուկյանի թեմաներ քննարկվում եւ այդտեղ ոչ միանշանակ էր Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը, հիշում եք այդ ամբողջ ընթացքը։ Եվ դրան հետևեց եւ Լևոն Տեր-Պետրոսյանի ինքնա ուրեմն պաշտոնից հրաժարվելը եւ Ռոբերտ Քոչարյանի գալը եւ այնուհետեւ 99 թվականը, այսինքն Հայաստանը թուլացել էր այդ աստիճան 96-ից դեպի 99 եւ արդյոք դա կարելի ասել, որ հեղաշրջում տեղի ունեցավ 99 թվականին երևի արտաքին ուժերի միջամտությամբ, այսպես ասեմ։ Ես սա որպես հարց եմ տալիս։ Եվ այժմ մենք ունենք ընտրություններ, որոնք էլի շատ կարևոր են երկրի համար այս տարվա ընտրությունները։ Կարևոր են, որովհետև յուրաքանչյուր ընտրությունից հետո եւ քաղաքական կուրսն է որոշվում եւ երկրի ճակատագիրն է որոշվում։ Արդյոք համարում եք, որ եւս ճակատագրական են այս ընտրությունները, թե ինչպես դրանք կավարտվեն, ինչ արդյունքներ մենք կունենանք, եւ նորից հետ եմ գալիս հենց սկզբնական հարցին, ձեր ընդհանուր տպավորությունները այս ամբողջ այդ նախընտրական հայտարարություններից, գիտեք, դուք էլ երևի հանդիպել եք ամբողջ Facebook-ում այսպես նկարների
վինետկաներ են, այսպես ասած, այո, շատ մեծ քանակությամբ եւ երբ որ մենք ամենասկզբում խոսում ենք մաժորիտար ընտրությունները, կային մաժորիտար եւ համամասնականը դա կուսակցություններն էին, մաժորիտարը դա անհատներն էին, մարդիկ էին, ում հատուկ գնում էին այդ մարդուն ձայն էին տալիս։ Հիմա թվում է թե պետք է կուսակցությանը տան ծրագրերին տան, բայց մաժորիտարի տպավորություն է, մարդիկ այսպես շարված մարդիկ են, չեմ ասի ինչ կատակներել են անում, որովհետև արդեն զավեշտի է հասնում։ Լավ, զավեշտը մի կողմ, ծրագրերի միջև չէ պետք է լինի երևի ընտրությունը եւ մրցակցությունը։ Այս պահի դրությամբ ում միջև, ինչ ծրագրի եւ ինչ ծրագրի միջև է մրցակցությունը եւ պետք է ում ընտրի եւ ինչ ծրագիր ընտրի քաղաքացին։ Գիտեք, քանի որ 90-ական թվականների մասին խոսեցիք, ես պետք է ասեմ, որ որոշ զուգահեռներ կան։ Հիմա ինչ-որ նմանություն կա։ 26 թվականը 96 թվականին նման է, որովհետև տեսեք ինչ էր տեղի ունեցել 90-ական թվականներին։ Հայաստանի Հանրապետությունը հռչակվել էր անկախ։ Սովետական Հայաստանը լուծարվել էր, դրա փոխարեն հաստատվել էր Հայաստանի Հանրապետությունը անկախ ժողովրդավարական եւ միացյալ արդեն Արցախի հետ միասին պետություն էր հռչակվել, բայց ճիշտ այսօրվա նման շատ բաներ այն ժամանակ հավասարակշռված քաղաքականություն ենք տանում։ Տեսեք, մենք հրաժարվեցինք, չհարգեցինք Փարիզյան խարտիան, այսինքն սովետական միության լուծարման փաստաթուղթը կոչվում է Փարիզյան խարտիա։ Փարիզում նոյեմբերի 23-ին 90 թվականի սովետական միությունը հրաժարվեց 14 հանրապետություններից, Ռուսաստանը արդեն դուրս էր եկել սովետական միության կազմից ու հրաժարվեց, բաց թողեց 14 հանրապետություններին եւ մի կարևոր կետ կար, բանակը հանում է 14 հանրապետություններից, բանակը, այսինքն Ռուսաստանը իր զինված ուժերը հանում է 14 հանրապետություններից, Հայաստանի Հանրապետությունը չհանեց ռուսական բանակ, այսինքն մենք ՆԱՏՕ-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Եվրոմիությանը այն ժամանակ ասացինք, որ մենք չենք հարգում ձեր ստորագրությունը, ռուսական բանակը պետք է մնա Հայաստանում, ձեր դեմ կռվելու համար։ Մենք ՆԱՏՕ-ին դեմ ենք, Եվրոմիությանը դեմ ենք, Ավստրալիային, Ճապոնիային, Նոր Զելանդիային, Կանադային դեմ ենք, պետք լինի ձեզ կխփենք, բանակ ենք պահում, ռուսական բանակը պահում ենք Հայաստանում։ Դա շատ կարևոր էր։ Այդ բոլոր պետությունները, ովքեր որ ստորագրել էին, որ Ռուսաստանը իր բանակը պետք է հանի Հայաստանից, եւ ես ասում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատը հատուկ հայտարարեց, որ երաշխավորում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, եթե բանակը դուրս է գալի ռուսական, նրանք ասեցին, որ մենք ապահովում ենք անվտանգությունը, Թուրքիան չի հարձակվի, ընդհակառակը դուք եք մտել Ադրբեջանի տարածքները 7 շրջանը, մենք դրա վերաբերյալ սակարկություններ ենք սկսելու, Մինսկի խումբ ձևավորվեց, երկրորդը դրանից մի քանի տարի հետո 94 թվականին այ մեր աչքի առաջ Ռուսաստանը մեզ առաջարկեց, ասեց միացեք մեզ Ռուսաստան, Բելորուս, Հայաստան։ Պատկերացնում եք, մենք այդ հրաժարվեցինք անկախությունից, զինվորական, ռազմական, անվտանգային անկախությունից հրաժարվեցինք, ռուսերն ասեցին, դե մտեք տնտեսական դաշնել մտեք, այս Եվրազիական միության Ռուսաստան, Բելորուսին, մենք դրանից էլ հրաժարվեցինք, այսինքն հայոց համազգային շարժումը եւ իր դաշնակիցները, ես դաշնակիցների մեջ ես էլ կայի քրիստոնյա դեմոկրատական միությունը, մենք ասեցինք, որ նրանից էլ ենք հրաժարվում, ու մտանք 95-96 թվական, մտանք ընտրություններ, այսինքն մեր դեմ մոբիլիզացված էր
Ռուսաստան-Բելորուսը մերժելու պատճառով մոբիլիզացված էր պրոռուսական դաշինք, այ ոնց որ այսօր։ Այ որ ցանկը նայում ես, սերը, տարիքը, ծրագրերը այդ կուսակցությունների, դրանք ընդհանրապես նույն տարածքում, նույն հեկտարի վրա իրար հետ իրավունք չունեին լինելու, բայց նրանք հիմա միասին են, պատկերացեք Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը միասին են, եւ մյուսների անունները չեմ տալի, որովհետեւ անկարևոր եմ համարում, այնքան թույլ ազդեցություն ունեն մյուս ուժերը։ 96 թվականը ծնվեց բանակը չհանելուց, մենք նեղացրեցինք Արևմուտքին եւ նեղացրեցինք Ռուսաստան-Բելորուսին։ Թիրախավորվեցինք երկուսին, են կոմպլիմենտար հետո դարձավ, հիմա էլ բալանսավորված։ Այն ժամանակ բալանսավորեցինք ու երկու կողմից մեզ խոցեցին։ Այսինքն անհնար էր, որ Հայաստանում այդ թափանցիկ, այդ հիբրիդային, այն ժամանակ չէին, հիբրիդային չէ, ուղղակի դիվերսիա սկսվեց Հայաստանի դեմ։ Եվ պատկերացրեք, ես հիմա նրանց անունները չեմ ուզում տալ, ովքեր էին ազգային ժողովը գրոհում, կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրոհում էին, ժողովրդավարական պետություն նշանակում է կենտրոնական ընտրական հանձնաժողով, իշխանության ռոտացիա, չէ, եթե դուք դա գրոհում եք, նշանակում է շատ լուրջ են ձեզ ներարկել, պետությունն եք դուք ոչնչացնում, հարձակվեցին պետության վրա, բոլոր ովքեր որ կան, նրանք հարձակվել են հենց պետության վրա, միաժամանակ եւ ազգային ժողովներ եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ուրեմն չկայացած պետությունները, Հայաստանի Հանրապետությունը դատապարտեց ինքն իրեն, չմիանալով ոչ նրան, ոչ նա, ոչ արևմուտքին միացանք, ոչ արևելքին։ Այո։ Դա ես ասում թե ինչի 96 թիվը եղավ։ Եվ 96-ից հետո եղավ այնուամենայնիվ 99-ը արդեն խոցված էր հայկական պետությունը, հայտարարեց, որ ինքը ճիշտ ճանապարհի վրա չի։ Հիմա եկանք հասանք։ Հիմա եկել ենք այսօր։ Այո։ Եկել ենք այսօր։ Ես ասում եմ, ոչինչ չի խանգարում ազգային ժողովը հնարավորություն ունի օրենք ընդունելու կուսակցությունների մասին։ Դա շատ հասարակ բան է։ Ֆինանսավորումը կուսակցությունները պետք է ֆինանսավորվեն, որ կուսակցությունն են ֆինանսավորում, այսինքն ոնց կարող է օրինակ, հիմա ես չեմ ուզում անունը տալ, նա բանտում է, եկավ այստեղ կուսակցություն բացեց, մարդը ակնհայտորեն միլիարդ, Forbes-ում գրված, փոխշինող, եկավ Հայաստան ասեց կուսակցություն են բացում, շարք կանգնեցին, անդամագրվեցին այդ կուսակցությանը, ոնց կարող է այդպիսի բան լինել, օտար երկրացին, դրա մասին է խոսքը։ Օրենք չունենք ներողություն։ Ուրեմն չունենք օրենք, բա օտար երկրացին գա այստեղ։ Չէ, պետք է օրենքը նայել, եթե օրենքը թույլ է տալիս ցուցադրաբար, դա ընկճելու համար է մեզ։ Նույն հարցն է, ինչ որ մեր առաջին հատվածում, կամ մենք օրենք չունենք, կամ մենք օրենքը չենք կատարում։ Չունենք օրենք եւ ովքեր որ դա օրենքը պետք է ընդունեն, նրանք էլ չեն ուզում ընդունել։ Նրանք ուզում են, որ դա լինի իրենց հակառակորդը։ Նրանք ուզում են, որ չկայանա հայկական պետությունում ժողովրդավարությունը։ Այսինքն, եթե հիմա Սամվել Կարապետյանը մանավանդ անունը, դա գիտեք ինչքան տգեղ է, դա սոցիալ-դեմոկրատներ են, ազատ դեմոկրատներ են, չգիտեմ, միապետականներ են, անարխիստ են, մանարխիստ են, ինչ են, չի ասում, մեր ձևով։ Այդ նույնը որ տրեխներ, այսինքն հակնեն այդ անլվա քաղաքականություն եք մտնել, հարգեք քաղաքական կուլտուրան, մեր ձևով որն է, ապրելու երկիր։ Ուժեղ Հայաստան կարծեմ վերաձևակերպվեց։ Չէ, շարժումը կուսակցությունը։ Դե տեսնում եք էլի ուժեղ թույլ, այսինքն դուք ինչ դուք դա է կանոնը, երթևեկության կանոնները հարկավոր է հարգել։ Հիմա օրենքը ոնց է թույլ տալիս, որ այդպիսի անունով կազմակերպությունը հանդես գա։ Դա հանցագործության մասին քաղաքական հանցագործություն է։ Իդեպ ես ասեմ,
1990 թվականին, 91-2 թվականին, եթե մենք գնահատականը տայինք նախորդ իշխանությունների, մենք գնահատականը տայինք, ով զրկեց Հայաստանը անկախությունից, որ մենք էլ անկախ հռչակեցինք։ Այդ Զավթիչի անունը պետք է տայինք, չի ասենք, որ Հայաստանը անկախ ենք հռչակում, 2.5 միլիոն Հայաստանի քաղաքացի Հայաստան հռչակեց անկախ։ Հաջորդ քայլը պետք է ով էր զրկել, ումից անկախացանք, բռնազավթիչը ով էր։ Այդտեղ պետք է մի ձևակերպում վերականգնել անկախությունը, այդ ձևակերպումը առ այսօր մենք չունենք, մենք ունենք 30 տարվա, կամ քանի տարվա պետականություն, չէ, մենք չենք հիշում այդ, մենք չենք, չէ, դուք հասկացաք ինչի մասին է խոսքը։ Մենք ասում ենք, մենք տոնում ենք 30-ամյակը կամ 35-ամյակը, 36-ամյակը մեր պետականության։ Այո, հիմա էլ բայց չենք ասում մենք վերականգնեցինք մեր պետականությունը։ Այո, պետք է դա ասեինք։ Բայց այսօր էլ չենք տալիս այսօր էլ չենք տալիս ասելիքս դա է, որ այսօր արդյոք այսօր տալիս ենք գնահատականը այդ անցյալին։ Այ հիմա պետք է տանք, այ ընտրությունների ժամանակ, այ ընտրությունը, որ հիմա նախընտրականը սկսվեց չէ մի քանի օր առաջ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ ժապավենը կտրեց։ Ստարտը տվել են։ Նախ եւ առաջ պետք է նախորդ իշխանության գնահատականը տանք, իշխանությունների, այ ասում են գույք պարտքի դիմաց 13 թվականի սեպտեմբերի 3-ը եւ 15 թվականի հունվարի քվեարկությունը, բայց դրա գնահատականը չենք տալու, բայց հեղափոխություն ինչի արեցինք։ Հեղափոխությունը նախ եւ առաջ գնահատական է, գնահատական տալու ենք, թե չէ նախորդ իշխանություններին, ով հանձնեց գույքը, ով հանձնեց երկիրը Եվրազիական միությանը, ովքեր էին անուն ազգանուն ունեն, չէ դրանք։ Ես հանուն հանրապետության կուսակցություն ասում պետք է դրանց պատժել, ես հեղինակը ես չեմ, հեղինակային իրավունք Բայց ինչի չեք պատժում նրանց, ովքեր որ Հայաստանի Հանրապետությունը զրկեցին անկախությունից 1920 թվականին եւ 2013 թվականին, բայց գնահատականը չտանք, բայց չիմանանք ուր ենք գնում մենք։ Բայց կրոնական կազմակերպության մասին ենք խոսում, ոնց կարող է Հայաստանում այդպիսի կազմակերպություն լինել, որը չի ենթարկվում օրենքներին։ Գիտեք ինչ, տպավորություն է, այո, որ մրցակցություն կա, բայց կարծես թե իսկապես այդ սուր անկյունները շրջանցվում են։ Սուր, տեսեք, դուք խնդիրը դնում եք այսպես շատ հստակ, եթե քաղաքական հակառակորդը կարող էր օգտագործել այդ թեզերը, բայց արդյոք օգտագործում են քաղաքական հակառակորդները այդ սուր հարցադրումները դրվում են, թե չէ, թե միայն իրար քննադատում են, դու դավաճան ես, չէ, դու ես դավաճանը, կամ պատերազմ կլինի, կամ խաղաղություն կլինի, մեզ ընտրեք խաղաղություն կլինի, դուք հակապետական եք, չէ, դուք եք հակապետական, չէ, ես ուրիշ ինչ կա։ Երկուսն էլ ճիշտ են։ Ինչ կա ասպարեզ, դու գողավազակ ես, կաշառակեր ես, չէ, դու ես գողավազակ, կաշառակեր։ Ով ավելի շատ է գող։ Ով է ավելի շատ գողովել է, ավելի շատ պրոֆեսիոնալ է գողանում։ Երևի ոչինչ բաց չթողեցի, թե ինչ-որ էլի թեզեր կան։ Դրանք էլ, բայց ես կարծում եմ երկուսն էլ ճիշտ են, երբ որ ասում են դուք դավաճան եք, որտեղ նրանք ովքեր որ գուբերնիա էին պատկերացնում Հայաստանը, այսինքն սեպտեմբերի 3-ը, դե մենք արդեն օրերով ենք խոսում, էլի, դառանք Դիդրո գնացինք Ռոբեսպիերին հասանք, նրանք էլ չէ, օրացույցն էլ փոխեցին, մենք էլ պետք է օրացույցը փոխենք, ուրեմն սկսվում է 13 թվականի, 13-ը չենք ասում, սեպտեմբերի 3-ի հեղինակները ասում են դուք դավաճան եք, որտեվ հանում եք Եվրազիական միությունից Հայաստանի Հանրապետությունը, ասենք Հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանը եւ այլն, etc. Ասեմ թողշում են, էլի։ Եվ այլն։ Ֆրանս չէ, եւ այլն չէ, etc. Այո։ Արևմտական եմ էլի ես։ Եվ այլն էլի։ Բայց Ալեն Սիմոնյանն ասաց չենք դուրս գալիս ԵԱՏՄ-ից։ Հենց դա է էլի, ասում եմ, որ իրենք չեն հիշում 96 թվականին ինչ եղավ։ Ալեն Սիմոնյանը երիտասարդ է, ՀՀՇ-ն էր ասում, մենք դուրս չենք գալիս, ոչ ՆԱՏՕ-ից ենք դուրս գալիս, ոչ էլ ՕԴԿԲ-ից ենք դուրս գալի,
Համ նրանց ենք։ Տեսակ ինչ եղավ 96 թիվը, ունդերից ոտեց կոլխոզից պարտկոմ բերեցին, մեր գլխին իշխան դրեցին։ Ես հիմա ասում եմ, որ տեսեք, նրանք ովքեր որ հավատարիմ են Եվրազիական միությանը, Սովետական միությանը, Ռոմանովների իմպերիային, ովքեր որ ճորտատիրությանը հավատարիմ են, վերնապոդնիները, ասում են դուք դավաճան եք, Եվրոպա եք գնում։ Որ դուք ուր եք գնում, ժողովրդավարություն եք գնում։ Դուք ուզում եք որ Ժեխը, Բիդլան, իշխանություն ընտրի, արակկայավլում ընտրում են, բերում դնում են։ Ինչ եք դուք գլուխները ցավացնում։ Դրանք դա են ասում են, դուք դավաճան եք, գնում եք Եվրոպա։ Եվրոպա մետները նրանց են ասում դավաճան, ասում են դուք դավաճան եք։ Հայաստանի Հանրապետությունը դուք լիկվիդացրեցիք 20 թվականին մի անգամ էլ 2013 թվականին լիկվիդ, դուք եք դավաճան։ Ես դրա համար եմ ասում, իշխանությունը պետք է գնահատականը տա, եթե դավաճանություն է լավ ապրել է, եվրոպացի լինել է, ժողովրդավար լինել է, անկախ լինել է, մենք դրա համար մի անգամ պատժվել ենք 20 թվականին, 1920 թվականին, տեսեք ում են ոչնչացրել 20 թվականին, մենակ Չարենցն ու Բակունցը հերիք էլ է ասել, պատկերացնում եք, հիմա գնահատականը պետք է տրվի 8 տարի է իշխանությունը կա, ինչի հեղափոխություն արեցիք, եթե գնահատականը չեք տալի, բա ինչի արեցիք, բա որ արեցիք, ինչի չեք շարունակում, ինչի հետևողական չեք, ինչի դրանց գնահատականը չեք տալիս, այն նախընտրական կամպանիայի գլխավոր թեզը պետք է լինի, ովքեր են եղել նրանք, ովքեր են եղել եւ ովքեր են հիմա այդ բալերը որ կան դատախազի հայտարարությունները, ցանկը, կոռուպցիոն ցանկը որ կա, այդքանի տարի պետք է տևի։ Իմ նման մարդիկ մեկ ժամանակ չունեք այդքան սպասելու։ Մեզ սպասող կա Գերանդին ձեռքը։ Գերանդիով է, չէ՞, նկարներում ես տեսել եմ։ Գերանդիով է։ Ուր է, համբե ուզում ենք տեսնենք մենք։ Չեմ կարծում, որ մրցակցային կլինի այս ընտրարշավը։ Մրցակցային չի կարող լինել, որը մի կողմում ապորինի ուժերն են, ապորինի ամեն ինչով, նույնիսկ շատ վատ օրենքը խախտելով քրեա օլիգարխիկ ուժերն են, հենց քրեականները եւ օլիգարխները, այդ քրեա օլիգարխը որ ասում են ոնց որ SSR են ասում, չեն հասկանում դա ինչ է, քրեականները եւ օլիգարխներն են իրենց ռեսուրսներով, մյուս կողմից էլ հեղափոխականների արդեն հարմոնիկները հեղափոխական չեն արդեն, հեղափոխություն արեք, մյուս կողմից էլ ովքեր են, ես չեմ հասկում, Եվրոմիություն, ովքեր են լինելու, դուք պատկերացնում եք Եվրաքվեի մասնակիցները միասին չեն, մենք Տիգրան Խզմալյանի այստեղ նույնիսկ հանդիպել ենք, միասին չեն, դեմարդեմ եք ընդ որում հանդիպել, չէ՞։ Դա էր էլի վատը։ Եվ որքան հիշում եմ Խզմալյանը մեկ հանդիպում էլ ունեցել է Խուրշուդյանի հետ այլ հարթակում, էլի դեմարդեմ։ Պատկերացնում եք, որ արդեն ոնց եղավ որ մենք միասին չենք, ով է մեզ բաժանում, ինչ որ մեկը մեզ բաժանում է, չէ։ Ես դե որպես ազատ քաղաքացի, ես անկուսակցական եմ, պատկերացնում եք այդ քարյակը միասին չի, իշխանությունը, եթե դուք Եվրոմիության հետ միասին հայտ եք ներկայացրել, այդ քարյակը նախաձեռնություն է ցույց տվել Տիկին քարյակն նկատի ունեմ Հանրապետություն կուսակցությունը, հանուն Հանրապետություն կուսակցությունը, Եվրոպական կուսակցությունը, եւ ազատ քաղաքացիների հասարակական կազմակերպությունը եւ այլ քաղաքացիներ, այդ քարյակը վերջում քաղաքացիական պայմանագիրը օրենք ընդունեց, այսինքն միացավ այդ ծրագրին։ Ուզում եք շուրջ ամասեմ, նրանք միացան, որ չվիրավորվի քաղաքացիական, ու հետո հիմա դուք միասին չեք, բա գլխավոր ծրագիրը դա է, դուք գնում եք Եվրոպա, եթե գնում եք Եվրոպայի ընդունված բոլոր օրենքները եւ կանոնները արդեն ենթադրվում են, իհարկե բարեփոխումներ, դատաիրավական, չէ, տնտեսական, մաքսային, մարդու իրավունքներ,
Այդ բոլորը դուք միասին մշակել եք։ Դուք դա եք անում, այսինքն վերցրեք այդ Եվրոմիության կանոնադրությունը ծրագիրը, վերցրեք, դրեք ձեր առաջ եւ միասին գնացեք։ Չէ, պարակտված են։ Ինչի՞։ Ես չգիտեմ։ Մյուս կողմում, այն որ մերժվել էին, այն որ ռուսները վտարել էին։ Մյուս կողմում մենք ինչ ենք անելու, այ որպես ընտրող եւ մեր ուր են հետևորդները։ Հետևորդ մենք ինչ ենք անելու։ Այսինքն շատ վատը ընտրենք, թե վատը, թե դրանցից որ մեկին ընտրենք։ Այսինքն կարելի ասել հատուկ կա այսպիսի ձևակերպում, կարծեմ ռուսների մոտ կա, մենք էլ հայերենում ունենք պղտոր ջրում ձուկ են, ձուկ բռնելը հեշտ է։ Հատուկ պղտորած է ջուրը, մեկը մյուսին վարկաբեկելով է զբաղված եւ չկա ամենակարևորը, որ ես ասում եմ, որ ծրագրի հետևից է ժողովուրդը գնալու, չկա ես այսպես եմ անելու ձևակերպումը, մենք չենք լսում այս հարցում, այն հարցում, չկա մենք այսպես ենք վարվելու, կա դուք վատն եք, իրար վարկաբեկում են, ջուրը պղտորում են, պարակտվում են բոլոր հնարավոր միացման հնարավորություն ունեցող, այսպես համախմբման հնարավորություն ունեցող ուժերը եւ հանրությունը այդ պղտոր ջրում պետք է որոշում կայացնի եւ ասում են պղտոր ջրում ձուկ բռնելը հեշտ է, այդ ով է այդ ձուկը պետք է բռնի, ով է պղտորում ջուրը, որպեսի բռնի այդ ձուկը եւ որն է այդ ձուկը լինելու մեր գլխին, որովհետեւ մենք ասացինք, որ հիշելով 1996 թվականի ընտրությունները, երիտասարդները գուցե չհասկանան ինչու ենք մենք այդ տեղը նայում, համարում, որը տեղից սկսվեց սա ոլորումները եւ հիմա մենք էլի նորից կանգնած ենք այդ ճամփաբաժանին, որից հետո կարող է եւ ուղիղ ճանապարհ հրաշալի լինել եւ հակառակը էլի ոլորումներով թուլանա էլի պետականությունը, գոնե այն ինչ էս պահին ունենք, հա, մենք չթվարկենք, գիտենք ինչ ունենք այս պահին, բոլորը գիտեն, ինչ ունենք, ինչ չունենք, լավ գիտեն։ Մինուսն էլ, պլյուսն էլ գիտեն։ Շատ լավ, հիմա շատ պարզ եթե, այսինքն որպեսզի գլուխ չցավացնենք, մենք ունենք երկու ծրագիր իրականում, այդ դրանց եթե մենք առանձին վերցնենք Եվրաքվեի կողմնակիցները եւ Եվրազիականի կողմնակիցները, ուղղակի չկա երրորդ, չկա այլ ճանապարհ, պատկերացնում եք, մեզ երկու բան են առաջարկում, կամ մենք գնում ենք Եվրազիական մաքսային միություն, ODKB նաև զենք վերցում գնում ենք հիմա ՆԱՏՕ-ի դեմ կռվելու, նախ եւ առաջ համերաշխելով մեր դաշնակցի հետ Ռուսաստանի հետ, ուրեմն մի կողմում ձախ թևում ես պատկերացնում եմ, որ Եվրազիական միություն, մաքսային միություն 13 թվականի սեպտեմբերի 3 դրանք են, մեծ հաշվով դրանք են, մյուս կողմում Եվրաքվեն է, դեպի Եվրոմիություն, այդ դրանց մեջ է պայքարը գնում, պղտոր չի, պարզ է։ Լավ։ Հիմա մենք պետք է կողմնորոշվենք, ում ենք աջակցում։ Եվրազիական միությանն ենք աջակցում սեպտեմբերի 13-ին, 13 թվականի սեպտեմբերի 3-ին ենք աջակցում։ Այսինքն քաղաքական կուրսերի միջև է։ Այո, իսկ որ ինչ որ մեկը շատ փող ունի, ուրիշը քիչ փող ունի։ Պարոն Աշակյան, այդ դեպքում իշխանությունները ոչ քաղաքական կուրսի ու ջատագովն են կամ Դե դրամա պետք է իշխանությունը պետք է Եվրաքվեին տեր կանգնի։ Իշխանություն ունենք, ընդդիմություն ունենք եւ այլ ուժեր ունենք, խոսքը գնում է խորհրդարանական ընդդիմության մասին։ Մատներիս վրա հաշվեմ։ Մի ձեռքից վրա տեղավորվում։ Բա այդ ամբողջ վինյետկա ասածը։ Հա, ես հաշվում եմ, տեսեք։ Մատերի վրա կտեղավորվի։ Տեղավորվում է։ Լավ։ Մի մասը աչը հաշվում եմ։ Հանրապետություն կուսակցությունը Եվրաքվեի կողմնակից, հանուն հանրապետության կուսակցությունը Եվրաքվեի կողմնակից, Եվրոպական կուսակցությունը Եվրաքվեի կողմնակից, ազատ քաղաքացիներ հասարակական կազմակերպություն կուսակցություն, նրանց միացած քաղաքացիական պայմանագիրը, տեսեք ինչ եղավ, Բրունսկ, դուք Բա ես հասարքեցի, ես նկարչական թեկումով դպրոցում եմ սովորել, Որտեղ, նկարչական, այո, ես նկարիչ չեմ, բայց գիտեմ, տեսեք ինչ Բրունսկ ստացվեց, ուրեմն
Այն մյուսին էլ չեմ ուզում ասեմ, բոլոր այստեղից դուրս մնացածները, այս Բրունսկից դուրս մնացածները թող տեղավորվեն Եվրազիայում, Գուբերնիայում, Չէ, բայց կան Արմենիանская օբլաստում։ Չէ, տենց Չէ, դա արդեն հիմա բան կա համացանցում ասում է բոլորին դեմ ենք։ Այսինքն ոնց է դուք չեք դեմոկրատիային եք դեմ։ Ժողովրդաբար դուք ում եք լքում, այսինքն մենք ասում եկեք լքենք։ Մենք դիրքապահները հայտ եկել են ասում են մենք լքում ենք մեր դիրքը։ Ու ինչ եք լքում։ Գնացեք կռվեք, քվեարկեք որևէ մեկի օգտին։ Միանշանակ է, չկա, եթե կռիվ է, ես ասում եմ լուրջ կռիվ է գնում այս երկու թևերի մեջ, Եվրազիական միության եւ Եվրոմիության մեջ կռիվ է գնում։ Մենք հիմա Ամերիկային դեմ ենք, կռիվ ենք հայտարարում Ամերիկային եւ Եվրոմիությանը, ՆԱՏՕ-ին։ Եվրազիական միությունը մեզ չի օգնում, ոչ էլ կռվում է, ասել ձեր դեմ չեն կռվայ, երեք չի առաջ օրը Ալեն Սիմոնյանին դա ասեցին։ Պետք է ձեռքը խփեր սեղանին, Տիկին Մատվիենկոն։ Պետք է ասեր տեղդ նստի։ Մենք գիտենք, մենք հայ ժողովրդի կողքին ենք, ու դու տուն չես գնա։ Սուխարիկ բան վերցրու գնում ես Սիբիր։ Նավալնին որտեղ էր նստած, այնտեղ իր մահճակալը ազատ է, Ալեն Սիմոնյան, Նավալնու տեղը գնա։ Այդ ես կհասկանայի, որ Եվրազիական միությունը գործում է, եթե Ալեն Սիմոնյանը Մոսկվայում հոխորտում էր, Ալեն Սիմոնյանն էր ձեռքը սեղան են խփում, ասում էր հարգարից եղեք ինձ հետ, ձեզ լավ պահեք, անդաստիրակներ, այդ որ ասեց ես դաստիրակություն, դուք անդաստիրակ եք, այդ դրանց վրա եք դուք հույսները դրել, ես դրա համար ասում եմ հարկավոր ես Եվրաքվեի հետ գնալ։ Շնորհակալ եմ այս ուղղվածության համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ։ Գերագույն խորհրդի պատգամավոր, հասարակական, քաղաքական, արդեն քաղաքական գործիչ եմ ձեզ ասում մեկ-մեկ բան Արշակյան եթե դեմ Մեկը տեքստակապավ։ Ազատ Արշակյանն էր մեր զրուցակիցը։ Զրուցվարում էի ես Գայանե Առաքելյանս։ Բարին ձեզ։